Եթե մարդկությունը չփոփոխվի կործանման։ Ուրիշ մոլորակներում կյանք կա։ Ցիվիլիզացիաներ տիեզերքում բազմազան են։ Եթե այլ մոլորակային, հա, ուրեմն տեսանելի է, չէ՞։ Ինքը տեսանելի է, բայց մեր ուղեղը չի հասկանում դա։ Ասել կուզեք, որ այլ մոլորակայիններ կան, всё-таки։ Իհարկե կան, այն ինչ չենք հասկանում, դարերով անունը Աստված ենք դրել։ Բոլոր լեզուներն ու բաները տրված են ի վերում։ Սասնա էպոսում դյուցազինները դրանք ովքեր են։ Քվանտային ֆիզիկան, աշխարհի նկարագրությունը շատ կտրուկ ամեն ինչ փոխում է։ Ժամանակը կարող է մի քանի միլիարդ տարվա հետի վրա ազդենք, ներկան ազդում է անցյալի վրա, որը անհնար է մեզ թվում, չէ՞։ Այսինքն ստացվում է զուգահեռ աշխարհներ կան։ Բազմաթիվ։ Հայաստանում գալիա մի լուսավորիակ։ Պարոն Դոնիկյան, նշում եք, որ 2032 թվականին եթե աշխարհը չկործանվի էլ, կործանման եզրին է կանգնելու։ Ինչու՞ մի քիչ մանրամասնեք, վախենալու բան եք ասում։ Դե 32 թվին մեր մոլորակին մոտիկ գիսաստղա մոտենալու։ Այդ գիսաստղը, որ երբ որ մոտենում է երկրին, կտրուկ ինչ-որ փոփոխություններ են լինում, կամ մեծ պատերազմներ են սկսում, կամ տենց ջրհեղեղներ են լինում, կամ շատ նշանավոր մարդիկ են ծնվում ու տենց բաներ չեն լինում, այսինքն այդ գիսաստղերը մեր վրա մեծ ազդեցություն ունեն ու նույնիսկ որ Քրիստոսը ծնվում էր գիսաստղեր էլի մոտենում ինչ-որ ու այդ գիսաստղով են գալիս 3 մոգերը, որ ասենք, որ հետևում էին, որ կան գտնենք գիսաստղին։ Թագավորն էլ էր այդ գիսաստղով։ Նույնիսկ Տիգրան մեծը, որ ծնվում է, եկել է, էլի գիսաստղ է եկել, դրա համար է Տիգրան մեծի գիսաստղ ենք նկարում, որ հայ ժողովրդի վերելքի ժամանակաշրջանում։ Հիմա այդ մի գիսաստղը, որ պատտվում է տենց տարբեր ժամանակատանցում, ասենք 32 թվին է գալու եւ հետո 77 թվին է գալու։ Նո այն կանխագուշակող պայծառատեսների, որ այդ գիսաստղը բերելու է կտրուկ երկրի փոփոխության, եթե մարդկությունը չփոփոխվի կործանման։ Այսինքն կործանումը մարդկության հասկանանք տարբեր ձևով կարող լինի, իր ազդեցությունը մեր գիտակցությունների վրա կարող լինի, որ չգիտեմ, մնենց պատերազմ սկսեն, որ ինքը իրանց ոչնչացնեն, հասկանում են, որ կան գերպետություններ, որոնք ունեն միջուկային, քիմիական եւ բակտերիական ունեն զենքեր, հիմա կան հոգեբանական էլ զենքեր, որ նույնիսկ դա էլ կիրառեն, մարդ չմնա։ Երկրորդը դե կարան մեր երկրում ուժեղ հրաբուխներ զարթնեն, ոնց որ եղել են, ասենք, մի քանի միլիոն տարի առաջ։ Այդ իր ածխաթթու գազի քանակը այնքան շատ լինի, որ ոչ մեկ չմնա, ասենք, կարող է 100 տարի ոչ մի բուսականություն չմնա, ոչինչ չնա։ Կարա հենց ինչ-որ տիեզերքից գա ինչ-որ օբյեկտ խփի մեր երկրին, որ էլի կարա կատաստրոֆա լինի, ասենք, թե մի հատ այդքան շատ մեծ չեղել, ինչ-որ մարզադաշտի չափը մի անգամ խփելա, սա դինոզավրերը մահացել են, էլի, ցիվիլիզացիան փոխել, ինքը տիեզերական մասշտաբով դա փոքր օբյեկտներ են, ասենք, մարզադաշտի չափ ինչ-որ կոմետա, որ եկել խփելա, դա այդքան մեծ բան չի, էլի, տիեզերական մասշտաբով դրանք փոքր երևույթներ են։ Ու հիմնականը կարա մարդկության մտածելակերպը փոխվի, ինչ-որ բան չկանջատվի, որտեղ մեզ թվում է մենք սենց շատ անկախ երևույթ են, բայց մենք տիեզերական հանգամանքներից կախված ենք, ասենք հիմա մարախուղա մարդկանց տրամադրություններ են կացա, որ երկար ժամանակ մարախուղ լինի, դեպրեսիաների քանակը հաստատ կշանա, ինքնասպանների քանակը կշատանա եւ այլն։ Այսինքն արևը նույնիսկ որ չի ընկնում, արևը կա, ուղղակի ցրվում է, լույսը ուղղակի չի ընկնում, մենք փոփոխում ենք։ Հենց այդ շատ ուրիշ ազդեցություններ մեր վրա մեծ ազդեցություն է, կարող է այդ գիսաստը որ գա, մեր պսիխիկային նենց ազդեցություն տեղի ունենա, որ պատրաստ չի, ու ասում են ոնց վիբրացիաների բարձրացում, ասենք թրթիրների բարձրացում, որ չի կարա այդ իր թրթիրները բարձրացնի, ինքը ոնց որ շատ ուժեղ դեպրեսիայի կամ անկման մի վիճակի մեջ են լինում, անկառավարելի երևույթները տեղի անելու։ Եթե ինչ-որ երկրների, գլխավոր երկրների ղեկավարները այդ վիճակի մեջ ընկնեն, կամ կառավարողները, դե երկիրը կտանեն իրանց
խելագար քայլերով ոչնչացման, ու կարան անեն, մենք հասկանում ենք, որ երկրի կարան խելագար լինեն, խելագարվեն, որը հնարավոր է, մենք տեսնում ենք փաստեր, որ կարա լինի տենց բան, ու վտանգը կա։ Ցոք այդ գիսաստղի ընկնելը, հարվածելը, չգիտեմ ինչ որ արհավիրք տիեզերական մասշտաբի տեղի ունենալը ուղիղ առնչություն ունի մարդկության վիբրացիաների հետ։ Եթե գալիս է 2032, պետք է գա խփի, ուզում է խելքի գանք, ուզում է չգանք։ Մեզ թվում է, թե մեր ներքին վիճակից ոնց որ այս տեզերքը մենակ մենք չենք գտնվում։ Այստեղից սկսենք էլի։ Մեզնից կան ավելի բարձր ցիվիլիզացիաներ, կան ցածր ցիվիլիզացիաներ, ու մեր պահվածքից իրանք որոշում են մենք վտանգ ենք ընդհանուր մեր, ասենք, տեզերքին ներկայացնում, թե չէ։ Կարող է իրանք անջատեն մեզ, ոնց որ ասած, կոպիտ ասած, ինչ-որ ձևով կարան չանջատեն։ Մեզ թվում է, թե մենք մենակ ենք ու ոչ մեկ չկա, բայց էդի մեր ընկալումն է, որտեղ մեր ընկալումները շատ սահմանափակ են, մեր տեխնոլոգիաները սահմանափակ են։ Մենք մտածում ենք, ոնց որ ամբողջ տեզեր կարող ենք ուսումնասիրել, բայց սահմանափակ են։ Ասենք օրինակի համար, որ մենք ուսումնասիրում ենք մրջյուններին։ Մրջյունները մեզ հասկանում են։ Չէ։ Չեն հասկանում, չէ։ Հələ տարբերությունը շատ մեծ չի մեր ու մրջյունների, բայց պատկերացրեք, որ ինչ-որ ցիվիլիզացիաներ մեզ էլի տենց ուսումնասիրում են։ Մենք իրանք չենք էլ ընկալում։ Բանալիգեմ, բայց այսինքն ուրիշ մոլորակներում կյանք կա։ Կյանքը ամենուր կա, մենակ երկիր մոլորակը չի։ Չէ, դե մրջյունը կենթանի օրգանիզմ է։ Դե հասկանալ է։ Բայց դեռևս մեր գիտական ուսումնասիրությունները երկիր մոլորակում ապրողներից նկատի ունեն, չեն բացահայտել այլ մոլորակի վրա կենթանի արարած։ Դուք ասում եք հակառակի մասին։ Ոչ միայն կա, այլ նաև այնքան մեծ է իրանց ցիվիլիզացիոն IQ-ն, ասենք ասենք, որ դե օրինակ Նոբելյան մրցանակը արժանացել, օրինակ ուսումնասիրություն կա, որ ինչ ցիվիլիզացիաներ կարան լինեն։ Մակարդակներ, ասենք մեր համար 0 մակարդակի մենք ցիվիլիզացիա ենք, մինչև 9 մակարդակի գնում են ինչ-որ ցիվիլիզացիաներ, տենց բաժանում կա, ասենք 9-րդ մակարդակը, որոնք ստեղծում են աստղեր, գալակտիկաներ, իրանք են արարում, ղեկավարում եւ այլն, այսինքն մեր ընկալումը ոնց որ էներգիայի ոնց են էներգիաները ղեկավարում, մենք հələ 0 աշճան ենք, էներգիաներ չենք, ասենք հիդրոէներգիան ունենք, միատաթմակայան, հələ էներգիաներ տեն չենք կարող ղեկավարել, բայց ցիվիլիզացիաների մակարդակները շատ բան են, ու տենց Նոբելյան մրցանակը արժանացել, կարծեմ 60-ական թվականներին է դա եղել, էլի։ Ցիվիլիզացիաներ տեզերքում բազմազան են, ուղղակի մեր ընկալումը, մենք ուզում ենք մեր ուղղակի կլոն բան տեսնենք, էլի։ Դե հա, մեր աչքի համար ընկալելի։ Բայց կարող է տենց չի, մեր նման բացարձակ չի։ Մեր ընկալումները սահմանափակ են։ Մենք ուզում ենք մեր ուղեղը մեզ ցույց է տալիս, դուք ինչ եք տեսնում, ինչ ձեր ուղեղում կա ինֆորմացիա։ Իսկ աչքը կարող է շատ բան տեսնի, բայց ուղեղում այդ ինֆորմացիան որ չկա, ինքը վերլուծություն չի անի, ինքը իր համար չի տեսնի։ Այսինքն ուղեղը պետք է ուղեղն է բերում, որ էսի տեսա։ Աչքի ընկալումը, բայց բերում է, որ ինքը չտեսա։ Օրինակ բերեմ, իհարկե այդ օրինակը ես բերում եմ հաճախակի շատ ինչ-որ գիտնականներ դրան հակադրում են, բայց փաստ կա, որ երբ որ եվրոպացիներն էին գնացել Ամերիկա, մեծ նավեր չէին տեսել։ Ու այդ տեղացիներ մի անգամ տես նայում են, ոչ մեկ չի տեսնում ծովում ինչ-որ բան։ Եվ տեղի շամանը տեսնում ծովում ինչ-որ մի բան այն չի։ Ու երբ որ ինքը սկսում է կենտրոնանալ, իր աչքն էլ տեսնում էր, ուղեղը չէր հասկանում, բայց ինքը ոնց որ բաց էր, կարում էր ինչ-որ բաներ հավատալ, որ կարա լինի։ Ու սկսում է որ ընկալել, սկսում է նավերին տեսնել, որ դա նավեր են։ Աչքը տեսնում են, բայց ուղեղը վերլուծություն չուներ։ Հետո մյուսները, որ ազդեցության շամանեկ են, սկսին տեսա, նավերը կային, բայց չէին տեսնում։ Տենց էլ ասենք Եվրոպայում ու շատ երկրներում կապույտ գույնը չեն իմացել ինչա։ Աչքը, այս երկինքը միշտ կապույտ է եղել, չի եղել, բայց կապույտը չեն իմացել, միշտ կապույտ գույն չի գրած եղել, կանաչ է եղել, ուրիշ գույներ, կապույտը չի եղել։ Հետո երբ որ կարացել է գիտակցությունը ուղեղը հասկանալ ինչ է կապույտը եւ տեսնել, այսինքն հիմա գույների քանակը օրինակ միջատները ասում են տեսնում են 14 հատ գույն եւ այլն տարբեր քանակի գույներ ոչ թե մեր աչքը չի տեսնում մեր աչքը հնարավորություն ունի դա ընկալելու գույնի ոչ թե բաներ երանգներ բայց ուղեղը չի կարող վերլուծել որտեղ իր ոնց որ չիպը նու ասենք մենք տենց ենք
ինչ ինֆորմացիոն ունի, դրա քանակով է ինքը վերլուծում։ Հիմա այլ մոլորակայինների մասին, տենց ինչ-որ մարդիկ ինչ-որ բաներ են տեսնում, ինչ-որ բաներ հեքիաթներ են պատմում, այնա որ ինքը գավաստեղ կա, մեր ուղեղը չի կարող հասկանալ դա ինչ է։ Իր չիպում չկա։ Պարոն Դոնիկյան, պետքա տեստ, եթե այլ մոլորակային, հա, ուրեմն տեսանելի է, չէ՞։ Թե նայեք, էլի ասում եմ, ինքը տեսանելի է, բայց մեր ուղեղը չի հասկանում դա։ Այսինքն ուղեղը վերլուծում է ամեն ինչ։ Հետո մենք հասկանում ենք, որ դա, ասենք, ինձ տեսակ, որտեղ այդ ինֆորմացիան ձեր մեջ կա, ինքը վերլուծում է այդ ինֆորմացիան։ Եթե այդ ինֆորմացիան չկա, աչքը ֆիքսացիա անում է, բայց ուղեղը չի կարող այդ բան անել։ Նայեք, հիմա արհեստական բանականություն կա, այն բաները, որ ինքը չի հասկանում, ինչ-որ բան ստից հորինում է։ Ոչ թե ինքը կարող է այդ չհասկացածը իսկությունը բացահայտել, այլ ինքը հորինում է։ Հիմա մեր ուղեղն էլ ինքը չի տեսնում այդտեղը սվախում է գնում է, էլի, այսինքն փակում է ինքը այդտեղ, այսինքն մեծ նկարը հիմա ինքը չի հասկանում, մի հատ նկար է դնում, բրցնում գնում է։ Մեր աչքն էլ է տենց, ուղեղն էլ է տենց բան։ Այսինքն հնարավոր է չտեսնենք մենք, իրենք լինեն, բայց մենք չտեսնենք։ Հա, դա մեր ուղեղը չի ընկալում։ Կարող մեր աչքերը նույնիսկ տեսնում են, դրա համար բացառիկ մարդիկ, որոնք ինչ որ ֆլուկտուացիա տվել ուղեղում, մենք ասում ենք իրանց շիզոֆրենիկ որ երևույթներ են տեսնում, բաներ են տեսնում, որ կարան իրանք ընկալեն, ու ոչ բոլոր էլի, որտեղ իրանց ուղեղը ոնց որ զբոյ է տվել, ինչ որտեղ մի բան փչացած է մեր ընկալումով։ Ասել կուզեք, որ այլ մոլորակայիններ կան, всё-таки։ Իհարկե կան, նայեք, այնքին 60-ականներում մի հատ ֆիլմ կա, չէ՞, այլ մոլորակայինների մասին դոկումենտալ, որ հանում էին, ոնց են եգիպտական բուրգերը սարքել եւ աշխարհի տարբեր տեղեր, ոնց են այդ կարացել մարդիկ սարքել, ոնց է օրինակի ուսումնասիրություն կա, ոնց է մարդը սկսել զարգանալ, ոնց որ Homo sapiens դառնալ։ Ինքը ինքնուրույն չի կարող զարգանալ։ Մենք ասում ենք էվոլյուցիան ինքնուրույն զարգանալ։ Ինչ որ բարձր ցիվիլիզացիաներ մեզ դրթել են դրա, որ մեզ գիրու գրականություն են տվել, մենք ասում ենք աստվածն է, չգիտեմ, հայերը ասում են Տեր աստվածն է մեզ տվել եւ ասենք եգիպտացիները տոտը եւ ամենտեղ մի բան կա էլի, ասենք Հերմեսը եւ ասենք Գանեշը արևելքում եւ այլն։ Այսինքն մենք այն ունակությունը չենք եղել, որ դա ընկալենք ու իրականացնենք։ Դրա համար մեզ դրթիչ բրտմղել են կամ եգիպտական բուրգեր եւ էլի լիք կառույցներ կան, որ փաստեր են բերում, Ամերիկայում լիքը շրջանկարներ կան, որ մենակ դեզերքից կարելի է տեսնել, հարավային Ամերիկայում դաշտեր կան, ու այդ փաստերը իհարկե բերում են մեր ցիվիլիզացիան, ասենք թե 10,000 տարի առաջ տեն զարգացած չի եղել, որ կարացել է այն, ասենք, բուրգերի քարերը դնել իրար վրա, որ հիմա մեր ժամանակի տեխնիկայով չեն կարող այդքան ծանր քարեր դնել։ Դե ուզում ասել, միայն բուրգերը չի։ Դե շատ են բաներ կան։ Օրինակ ամենահայտնի որ բոլորին հայտնի է եւ նույնիսկ ուղղակի մի քանի օր առաջ գլադիատոր ֆիլմն է նորից նայում, հա, վերանայում։ Գալիս են ստրուկները ու ապշում են, ասում են, էսի Կալիզեյը մարդկային ձեռքի բան չէ, էլի սա։ Մինչև հիմա էլ գնում ես, ասում ես, դե թող հիմա կառուցեն այդպես։ Այսինքն արդյոք մեզանից ավելի ցածր ցիվիլիզացիա, թե ճիշտ հակառակը, ավելի բարձր էր։ Ու այդպիսի աշխարհի հրաշալիքներ կան, որոնք իբրև թե ամենազարգացած ժամանակաշրջանում ենք, առնվազն տեխնոլոգիաների առումով, բայց անհնար է կառուցել։ Պատկերացնենք ինչքան առաջ ոնց են կառուցել։ Դա եմ ասում, չգիտեմ։ Ինչ որ Աստծու կամ այլ մոլորակայինի կամ ինչ որ վեր մարդկային, վեր երկրային մի բան է, էլի, միջամտություն։ Նույնիսկ մենք այդ որ մենք մարդ ենք դարել բանական, այդ անցումը, որ կենթանուց մարդ դառնալը շատ անհասկանալի է այդտեղ։ Մենք որ էվոլյուցիայի գաղափարը բացատրում են, չէ՞, որ ոնց է էվոլյուցիան եղել։ Երբ որ մենք նեանդերտալ տանցը դառնալ Homo sapiens դառավ, արդեն բանական մարդ, այդ անցումը փակ տեղ ունի, չեն հասկանում, մինչև ինչ որ մի հատ ուրիշ դպտիչ մղող ուժ ա եղել, որ դարձել, այսինքն մենք ինքնուրույն չենք կարա, հիմա ինքնուրույն, գցեք ասենք ցիվիլիզացիան խոսքի օրինակ ինչ որ կենթանիների, ասենք կառույցների կամ կապիկների, կարևոր չի։
ինքնուրույն ինչքան միլիոն տարիներ անցնել, իրանք չեն կարող բանականություն ձեռք բերել։ Այդ ցիկլի անցումը, չէ, ոնց որ հիմա մի հատ ցիկլի անցում է եղել, որտեղ ուրիշ ներգործություն է եղել, որ իհարկե բոլոր գիտնականները դրան հանգում են հիմա ժամանակակից, որ իրանք ասում են, որ անհնար է իհարկե այդ անցումը իրականացի, այդ անցումը ինչ որ մեկը մեզ մղել է, սովորացրել է, դրթել է, գենետիկ ինչ որ բաներ արել, որ մենք թռիչք անենք, էլի։ Էտա աստծու մատխար էներգիա ինչ որ չգիտեմ Դե հիմա այն ինչ չենք հասկանում, դարերով անունը Աստված ենք դրել, էլի։ Հիմա կարող ինչ որ ցիվիլիզացիա եկել է մեր վրա։ Լավ, դուք այդքան էլ հակված չեք Աստծուն, եկեք այդ ցիվիլիզացիային հասկանանք։ Եթե կա այդպես ցիվիլիզացիա, իդեպ տարբեր տեսակետներ կան, անունը դիցեր են դնում եւ այլն։ Որտեղ են նրանք։ Անունը նուրբ աշխարհ դնենք, ինչ դնենք, պարոն Դոնիկյան, օրինակ դուք ասեք, բայց որտեղ են նրանք։ Չէ, նորից եմ կրկնում, եթե մենք չնայած տեղել ասցիք, որ հենց այդքան չենք բացահայտել, ախր ինչու չենք հանդիպում, չենք տեսնում։ Նայեք, իրանք կարող է երկրի վրա չեն ապրում, ուղղակի գալիս են երկիր։ Մեր ընկալումը ժամանակ տարության իրանք կարան ասում հիմա գիտական հիպոթեզ կա, չէ, որ սպիտակ խորոշներ են անում, կարան այն տարածությունը, որ լույսը 100 միլիարդ տարում ալնի, ինքը միանգամից ակնթարթորեն հայտնվի ստեղ, իրանք կարող գալակտիկաների, եսիմ ուրիշ գալակտիկաների մի տեղից արագ մեր մոտ են հայտնվում, իրականացնում։ Իհարկե սա ինչ որ հիպոթեզ է, բայց այդ հիպոթեզը փաստեր ունի, որտեղ մենք մեր ընկալումը թե ցիվիլիզացիան, թե շինությունների որ կա, թե մեր մարդկության, որ միանգամից սկսում են բոլոր տարբեր տեղեր արդեն դառնալ ավելի զարգացած, միանգամից ասենց կտրուկ ա եղել զարգացումը, թե նաև նույնիսկ փաստեր վստենք, ասենք ֆաշիստական Գերմանիան, իրանք ասում են, որ հետազոտություններ են ինչ-որ անում, ուրիշ ցիվիլիզացիաների հետ, ինչ-որ տեխնոլոգիաներ են ուզում վերցնեն, օրինակ ատոմային զենքի տեխնոլոգիան, դրա փաստը հիմա իհարկե ֆիզիկայի դասագրքում գրած ուրանը հարստացնում է ինչ-որ կրիտիկական մասը պայթում է, բայց ասենք շատ երկրներ չեն կարողանալ։ Մինչև հիմա ոչ մի երկիր ինքնուրույն չի հորինել դա Գերմանիայում, նո իրանք այդ գիտնականները, նո այդ փաստերը կա, որ ուրիշ ցիվիլիզացիաներից են դա վերցրել, մինչև վերջը չեն պետք է ինչքան էլ վերցնեն, պետք է ստեղ իրականացնեն, մինչև վերջ չհասցրեցին իրականացնել, Ամերիկան ու Ռուսաստանը դա վերցրին իրան ձեռ, հետո սկսեց Ամերիկան իր համապատասխան պետություններին դա բաժանել է տեխնոլոգիան, Ռուսաստանն էլ իր հակող պետություններին բաժանեց, ու այսինքն իսկ այն մյուս պետությունները ինքնուրույն ոչ մեկ չի են, ասենք Իրանը մտածում են ատոմային զենք կարասարքի, չէ, իրանք գիտեն, որ Ռուսաստանն է տալիս ոնց սարքի, որտեղ ինքը մարդը դա չի կարող անի, դա ուրիշ տալ չկա։ Նույնիսկ այդ ատոմային զենքի մասին ուզում եմ ասեմ, որ հիմա կասեն կարանք անենք, չէ, դա թեորիա է, ոչ մի բան սա պետություններ ուզում են անել, եթե իրանք չտան դա անելու հնարավորություն տեխնոլոգիան չեն կարող անել, որտեղ մեր ցիվիլիզացիան թեորետիկ հեշտ բան է, ուրանը հարստացնում ես, ինչ որ կրիտիկական մասը հավաքում ես, ու արդեն բայց չեն կարող ասենք թե շատ երկրներ են ուզում անել, այսինքն այդ այլ մոլորակներից ավելի բարձր ցիվիլիզացիա կրողները մեզ ինչ որ sense պորցիա բաներ են տալիս։ Հա, նու զարգացման։ Օրինակի համար Մենդելևի ամուսյակը մենք ասում ենք հայտնվեց, չգիտեմ, բանի երազում իհարկե որտեղ այն ժամանակ որ ինքը ասել որ ցիվիլիզացիան է, մի քիչ իրան կարող շիզոֆրենիկ տանային, բան դե երազը հասկանալի է, բացատրելի է, տարան տենց ասենք կամ Մեսրոպ Մաշտոցը, ասենք գրերը որ հայտնաբերեց 3 երկրների, մեր Հայաստանը, Վրաստան, Աղվանների, իհարկե որ հիմա վրացիները ունեն, այդ գրերը չի, այն ուրիշ գրեր է եղել, շատ հայկական գրերի նման է, այն գրերը վրացական եկեղեցիներում մեկ-մեկ հին բաները կան, հայկական գրեր են գրած, գնում են նման է վրացական տառերը, հին Մեսրոպ Մաշտոցի օրինաց։ Ինքն էլ ստացել է ուրիշ տեղից։ Նայեք, մենք մտածում ենք, որ այդ նույնիսկ այդ տառերը ու այդ հնչյունները շատ կարևոր բան են։ Մենք այդքան հələ չենք էլ հասկանում, որ խոսում ենք ինչ ունեն, որ կարելի է sense բանել լոգիկայով հորինել, տենց չի լինում, ասենք մարդիկ հորինեցին էսպերանտո լեզուն,
ուզեցին որ միջազգային լեզու լինի բոլորը խոսան, չստացվեց, որտեղ ինքը ուղեղով հորինած բան էր, ինքը չի տարածվում, ինքը պետք է բնական լեզու լինի, որը տրված է ի վերո, բոլոր լեզուներն ու բաները տրված են ի վերո, ոչ մեկը չէր կարող խոսալ, ասենք խոսալն էլ մեզ բարձրացավորի ցիվիլիզացիաներ են սովորացրել, մենք ու կապիկը չի կարող էլի խոսա, ու ինչ էլ անես չի կարող խոսա, մեզ թվում է այդ անցումը կենթանուստի բացատրելի չի։ Նայեք հիմա Աստված բառը, ես չեմ հակադրում Աստծո բառին, որովհետեւ այնտեղ որտեղ մենք չենք հասկանում շատ երևույթներ, նու անունը դրել ենք Աստված, այդտեղ ված բան չկա։ Մենք չենք կարող բացատրել շատ երևույթներ, անունը դնում ենք Աստծուն ցարեց, էլի։ Թող տենց է ինչ տարբերություն։ Ոչ թե հակադիր բան չկա, էլի մենք առարչական ինչ անենք, այդ ցիվիլիզացիաները առարչական հնարավորություն ունեն, մեզ իրականացնում են ինչ-որ բաներ, որոնք մեր համար անհասկանալի է։ Դե ես չի որ օրինակ Աստվածաշնչյան աշխարհի արարումը տենց ընկալելի է ու այսօր կարելի է դա իրականացնել, բայց դրանից ավելի համոզիչ կամ մյուսները ես չի որ էլի ավելի համոզիչ են մյուս տարբերակները աշխարհի արարման, մարդու ստեղծման ամենակարևորը դուք եք փաստում որ դե թող հիմա նույն դարվինյան սկզբունքը վերահաստատվի դե թող էվոլյուցիոն ճանապարհով նորից կենթանուց ասենք մարդ ստանան ասենք նեանդերտալիցը դառնա ասենք հոմո սապիենս չի լինում ուրեմն կամ մի ժամանակ ավելի զարգացած էին կամ հիմա մենք ես չգիտեմ այդ հարցերի պատասխանը չունեմ բայց նաև դուք եք ձեր խոսքում նշում որ այդտեղ այդ որ եկել է արդեն տեղից մի հատ հոգի անունը դնենք տիեզերական էներգիա թե ինչ այդտեղ այդտենց Աստծու մատը խառն է եղել կամ այլ ուժի մատը ես չգիտեմ այդտենց բաները որոնք էվոլյուցիոն sense էական նշանակություն ունեցել մարդկության զարգացման գործում երևի թե ինչ որ այլ ցիվիլիզացիաներից են եկել Աստվածը չգիտեմ դրա համար փորձում ենք դուք ավելի խելացի եք եւ ձեր միջոցով ենք այստեղ նայեք այդ որ այլ ցիվիլիզացիաներն ու Աստված գաղափարը իրար հակադիր գաղափարներ չեն նայեք առաջ ոնց որ բազմաստվածություն գաղափարն է շատ եղել հիմա շատ կրոներում կա որովհետեւ կոնտակտ են եղել ինչ որ ավելի բարձր որակի էակների հետ դա ինչ որ ձևով նկարել են ինչ որ գիտեք ինչ են նկարել ասենք ինչ որ կենթանու նման կամ ինչ որ ուրիշ ծեսեկի որտեվ իրանց ընկալումը դժվար է ընկալել ուղեղը շատ բաներով չի ընկալում էլի մենք ոնց որ մրջյունը մեզ ինչքան են նկարագրի ինքը մրջյունան նման մի բան անել է այդ պետք է հասկանանք ինքը չի կարա մեզ sense ընկալի ինքը մրջյունան նման է ընկալելու ու տենց դեր ամբողջ տիրույթը հմայքը չգիտեմ բանական այդ ամբողջ ներուժը չի կարողանալու իհարկե ներկայացնել։ Հա, չի կարել։ Հիմա մեր այդ էակներին ընկալումը շատ սահմանափակ է եղել։ Ախր որը էակների։ Որոնք ինչ որ ժամանակ, նո, նայեք հունական լեգենդները, չէ ասվածները մարդկանց հետ են շփվել, չէ Օլիմպիայում նստած շփվել են։ Էդի օթից չեկավ այդ ինչ որ մեկի իդեան չի, ինչ որ ռեալություն կա, չէ որ էպոսներ են եղել։ Այդ էպոսներում ինչ որ ռեալություն կա, կամ էլ ասենք Սասնա էպոսում դյուցազները դրանք ովքեր են։ Ինչ որ մի էակներ են, որոնք մեզ հասել են, ինչ որ մի քիչ ուժեղ մարդիկ չեն։ Ինչ որ մի քիչ ուրիշ ցիվիլիզացիայի մարդիկ են մենք հազարավոր տարիներ առաջ դե հին բան է դա ոչ թե ինչ որ մի քանի հազար տարի այլ բայց շատ ավելի հին դրանք բանա ու մեր այդ էպոսի ձևով է մեզ եկել բայց դա ինչ որ մարդկային մտքի ֆանտազիա չի ինչ որ իրականության տեղ կա որ դա տարբեր ցիվիլիզացիաներում տարբեր մշակույթներում այտենց երևույթներ են նկարագրում, ինչ են նկարագրում, ինչից է դա եկել, ու որ շփում է եղել, չէ, Օլիմպիայում ասվածները շփվել են, այդ ում հետ են շփվել մարդիկ, մեր ընկալմամբ, ինչ որ մի էակների հետ են շփվել, որ անվանը աստված են դրել, նո տենց ասենք, հիմա կարող մրջյունն էլ մեզ ընկալի, եթե շատ չքանդենք բունտը, աստվածը Պարոն Նիկյան, այսինքն ասենք սահուն գալիս ենք մի թեմայի, որից ես ոչ թե միշտ խուսափել եմ, այլ ուղեղս հասու չի ժամանակի եւ տարածության ընկալման տեսեք հետաքրքիր իհարկե ֆիլմեր կան հատկապես եթե չեմ սխալվում բաններ Начало
Դիկապրիոյի հետ տարբեր իզմերենիա հարթություն, չէ՞, ենթագիտակցական Չափողականություններ, սենց տարբեր այդ երազնա ճիշտ է սա, կարող է իրական նայա ճիշտ հիմա մենք երազում ենք, այս հարթությունները, այսինքն տարածության եւ ժամանակի ընկալումը ինչպիսին է ձեր կարծիքով։ Մենք ապրում ենք, տեսեք, մի քանի հազար տարի առաջվա բան ենք խոսում, որի ընկալումը, որի ուղերձները տարբեր մարդկանց միջոցով հասել են մինչ օրերս։ Այսինքն չկա տարածություն եւ ժամանակ, թե կա, համեցեք։ Ժամանակակից կամ էլի գիտության, մի քիչ այս որ Աստծո բառը շատ չեմ ասում, ոչ թե հակադրում, ուղղակի հիմա ժամանակակից աշխարհը ավելի շատ գիտության լեզվով է խոսում, որպես չի հակադրել բանին։ Առաջ գիտությունը տեն զարգացած չէր, խոսում են կրոնական թեմա միջոցով աշխարհանկարագրությունը, դրանից առաջ խոսում էին, ասենք, լեգենդների միջոցով էին խոսում, հեքիաթների միջոցով էին խոսում։ Դա ոնց որ ժամանականներ անցնում, մարդիկ նկարագրությունը աշխարհի տենց է։ Հիմա դե այն ժամանակը չունեն, որ գիտությամբ նկարագրենք, էլի, այդ երևույթներն ինձ ասում։ Նայ քվանտային ֆիզիկան, աշխարհի նկարագրությունը շատ կտրուկ ամեն ինչ փոխում է։ Ու այդ քվանտային ֆիզիկայում այդ ժամանակ տարածություն հասկացողությունը ջնջում է մեր շատ բաներ ու մեր ընկալումները ու ամենակարևորը այդ քվանտային ֆիզիկայում, որ դիտորդից ամեն ինչ շատ է կախված։ Այսինքն ամեն ինչ մինչև այդ այտենց հստակ որոշված չի, մինչև դիտորդը չհայտնվի։ Մեզ թվում է, թե ամեն ինչ որոշված է։ Նայեք, մի հատ փորձ եմ ասում, դե մի քանի հատ փորձ կա թեորետիկ, որ եթե կատու կա սենյակում, մութ կատու է, կենդանի է տեսատկած, մինչև դու չես դիտարկում, չես կարա իմանաս։ Ինքը համ կենդանի է, համ սատկած է։ Ու մեր ընկալմամբ չի կարա տենց լինի, բայց այդ երկու վիճակը կարա լինի։ Երկրորդ փորձը, որ լույսի ֆոտոնը բաց են թողում, գալիս է, մինչև չեն դիտարկում, չեն հասկանում, ինքը մասնիկ է, թե ալիք է։ Հենց սկսում է դիտարկել մեկը, դիտարկել կա ապարատը լինի, էլի կա մարդ կարևոր չի։ Ինչ-որ մի բան ֆիքսացիան, ինքը փոխում է իր բանը։ Հենց ֆիքսացիա չի լինում, ինքը ալիք է, հենց ֆիքսացիան կետ է դառնում։ Ինքը միաժամանակ երկու կետ է։ Հաջորդ փորձը, նայեք, որը ժամանակ տարածություն մասին ենք խոսում։ Ասենք մի քանի միլիարդ տարի առաջվա աստղից լույսը մեզ գալիս։ Այդ լույսը մի քանի միլիարդ տարի ճանապարհ է գնում, մինչև մեզ հասնի, հեռավոր աստղ, գալակտիկայից։ Նայեք, ինքը ինչ-որ դե անցնում է ինչ-որ գալակտիկաների կողմ, գալակտիկաների հեռավորությունը իրարից շատ ֆանտաստիկ է։ Ֆոտոնը նկարագրում են կարա գալակտիկայի աջ կողմով անցնի եւ ձախ կողմով անցնի։ Ну տենց, ինքը ինքան հեռու է, որ ինքը լույսը կարա սենց սփռվել, ոնց որ հիմա ասենց որ լույս գցենք, ձեր էս աջ կողմով, ձախ կողմով անցնի։ Հիմա այս որ դիտարկում ենք անցել է մի քանի միլիարդ տարի հետո։ Դիտարկողից է կախված այն ֆոտոնը ոնց կանցնի, այսինքն մենք դիտարկումը քվանտային ֆիզիկա, ուզում ասեմ, ստացվում է, որ մի քանի միլիարդ տարի մենք հետ ենք գնում։ Կարում է հենց դիտարկողը մի քանի միլիարդ տարի հետի բանը փոխել, այսինքն դիտարկողի որոշումից ստացվում է ինքը աջ կողմով է գնալու գալակտիկայի թե չէ։ Այսինքն ժամանակը հետ է գնում, այսինքն ստացվում է այդ փորձը, նյութական փորձ է արված, էլի ոչ թե ինչ-որ միստիկ բան չի, որ ժամանակը կարող է մի քանի միլիարդ տարվա հետի վրա ազդենք, ներկան ազդում է անցյալի վրա, որը անհնար է մեզ թվում է, չէ՞։ Ժամանակը գետա հոսում է, որ հետ չի կարա գնա, բայց դեռ ստացվում է, որ փորձից, որ ինքը ազդում է, կտրուկ դա փորձ է, այսինքն դա մի գիտնական չի արել, բազմաթիվ գիտնականներ ու դրան հանգում են քվանտային ֆիզիկան, որ մեր փորձից անցյալը մենք փոխում ենք, անցյալը ոչ թե մի վայրկյան առաջ, այլ փոխում ենք մի քանի միլիարդ տարի առաջ եղած դեպքը փոխվում է։ Հիմա դրա համար մեր ընկալումը ժամանակի եւ տարածության դա ընդհանրապես մեր գաղափարը, դա այտենց քվանտային ֆիզիկան ասում է գոյություն չունի։ Մենք ընդհանրապես ներշնչանք հա որ ժամանակը կա։ Ну, հիմա շատ բան գլուխ արդեն չի աշխատում։ Չէ, բան չհասկացա։ Վստահ եմ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր հետևորդներ են։ Ամենայն հարգանքով։ Կուզենամ ավելի պարզ, հասկանում եմ քվանտային ֆիզիկա ու պարզ դժվար է։ Բայց տեսեք, ժամանակի մեջ ենք, չեմ ենք ապրում։ Ժամանակը չափում ենք չափման միավորը ժամանակն է, ճիշտ է թե չէ։ Մեր կյանքի տևողությունը ներողություն, ժամանակն է։
Չէ, քվանտային ֆիզիկան չի մերժում չափման միավորը։ Եթե ես ապրում եմ եւ ամեն տարի չափվում է իմ տարիքը եւ իմ ապրած ժամանակահատվածը, հետեւաբար ոնց ժամանակ չկա, հետեւաբար ոնց կարելի է ժամանակը հետ տալ։ Եթե հետ ենք տալիս, ուրեմն ես ինչ է կարող եմ դառնալ 10 տարեկան։ Չէ, ժամանակը հետ չենք տալիս։ Անցյալում եղած ձեր դեպքն ենք փոխում։ Ահա, անցյալում դեպք է տեղի ունեցել։ Որը ոնց ենք մենք իրեն փոխում։ Նայեք, հիմա ձեր ընկալումը անցյալի դեպքում ինչ որ ձեր մեջ հիշողության ձևով տպավորել է, որը ձեր ենթագիտակցականի, անգիտակցականի վրա ինչ որ հետք է թողել։ Ու հստակ հետ կա, որը ֆիքսված է, ոնց որ ասենք ձայնագրվել է, սենց նկարագրությունն է ձայնագրված, ամեն ինչ իր 3D, ոնց որ կամ 10D կարևոր չի։ Ձեր մեջ դա կա, նույնիսկ այս արտաքին կեղևի հիշողության մեջ ավելի խորքային ենթագիտակցության կամ անգիտակցական։ Նա այս մեր նյութական մարմնի մակարդակով, բայց երբ որ մենք ունենք նաև մարդ ենք, ոչ թե միայն նյութական մարմին ունենք, նաև ունենք հոգի եւ ոգի, հոտաբար ասենք, որոնք այս մեր նյութական մարմնի նյութական պլանում չեն գտնվում այդ հոգին, որ անվանվել ենք։ Հա, չես կարող շոշափել։ Հա, ինքը նյութական չի, ոչ մի սարքել չի կարա շոշափի։ Ու սարքեր կան։ Նու հələ տենց գիտական էներգիա են չափում, հələ հոգին դա էներգիա։ Հա, իհարկե։ Դա ուրիշ բան է։ Նայեք, երբ որ մեր ընկալումը այդ քվանտային ֆիզիկան ինչ է, ուզում եմ բերեմ մի քիչ ստեղ հասկանանք։ Երբ որ ընկալումը մեր գիտակցության գա հոգու պլան, մենք հիմա ապրում ենք արտաքին ուղեղի պլանով։ Հստակ հասնենք, որտեղ մենք ունենք եւ էմոցիաներ, եւ ապրումներ, եւ ֆիզիկական գործողություններ։ Ամենակարևորը շոշափելիքի է։ Դե ամեն ինչ, մեզ գայրանները 5 գայրաններ, ով մենք ապրում ենք այս նյութական պլանում։ Բայց հոգու պլանում հələ մենք չենք ոչ բոլորն են դա ընկալում ապրում։ Հիմա որ գնանք հոգու պլան մեր, դա երազների պլանը չի։ Հա։ Հոգի պլանը երազներ չեն։ Երազներ դա էլի մեր էմոցիաների, մտքերի պլանն է։ Ենթագիտակցության։ Անու ավելի խորն ենք էլի գնում։ Հիմա որ տենց ասեմ ենթագիտակցության հոգի մի քիչ կարան հետս շատ ուժեղ հակադրվեն, բայց դա ուրիշ պլան է։ Մեր մեջ է հոգի, դե բոլորս ասում ենք հոգի ունենք, հոգու պլանում, նայեք, հոգու պլանում, երբ որ դուք փոփոխություն կատարեք, այդ ձեր մեջի այդ ձայնագրված բանը, որ ֆիզիկական պլանում, որ ձայնագրվել է, ասենք, ձեր կյանքի 10 տարեկանում դեպքը, ինքը փոխվելու է։ Նու եթե կարանաք դա անեք։ Նայեք, մարդը հիմա ոնց անես, კი երազում չես կարող։ Չնայած երազում, չգիտեմ, էլի քո ցանկությամբ ես ինչ որ բաներ փոխում, թե ուղակի այդ կադրաշարը տեղի ունենում այդ իրադարձությունները երևի թե ինչ որ բաներից ելնելով, հա, քո ներքին տրամադրությունից, ջերմությունից, էմոցիաներից, բայց հոգու պլանը ընդհանրապես ոչ տեսել եմ, ոչ գիտեմ։ Արևելքում կամ ստեղ մենք ասում ենք սրբեր, բառը արևելքում լուսավորված մարդիկ կամ պայծառացած մարդիկ ինչ են դա նշանակում էլ մի քիչ թարգմանեմ գիտական լեզվով, որ իրանք կարում են ինքնագիտակցություն ու առաջին մակարդակ այդ ձեր ասած սկիզբ կինոյի պես իրանք գիտակցությունը մտնում է երազի պլան ու գիտակից է լինում, այսինքն մարդիկ կան, որ ղեկավարում են իրանք երազները։ Գիտակից կարում են, այսինքն ոնց որ հիմա դուք ինչ ուզենաք ստեղ ինչ որ չափով անեք, հենց էլ երազում կարում են ղեկավարել, ոնց որ ֆիլմում է նկարագրած։ Ղեկավարում ձեր երազի մեջ կարան մտնեն ու ձեզ ուղղորդեն։ Նու հատուկ ծառայությունները շատ երկրների դա այտենց մասնագետներ հավաքում են, որ ուրիշ երկրի ղեկավարի գլուխը մտնեն, ոնց որ կինոյի մա այտենց նկարագրած, որ կարանան ինչ որ գաղափար մտցնել, ինքը մտածի դա իր գաղափարն է, բացարձակություն կինոն դրա մասին է։ Նո այդ սկիզբ կինոն որ մենք սկզբին ասացինք, հա, ինքն դեմ այդ հարուստ ճապոնացու գլուխը պետք է մտներ, որ փոխեր ինչ որ գաղափարներ, որ ինքը հաստատ համոզել որ դա իր գաղափարն է։ Ֆանտաստիկ հետաքրքիր կինո է, բանի։ Ցանկացած Հոլիվուդի կինոն որ հելնում է, դա ինքը ռեալություն է եղնում է, դրանին վրա հետո կինո են հանում։ Բայց հələ մարդկության մասաները չգիտեն։ Այսինքն ինչ որ բանի վրա։ Դե այնտեղ շատ բան է, բազմաշերտ, այնտեղ Հանս Զիմմերի երաժշտությունն է, կարծեմ, էլի նույնիսկ ինչ որ 4 ակորդի մեջ
պատտվում է, լավ խորակի մի էլի։ Ման նույն ձևի կարան մարդիկ գիտակից լնեն, հա, դա մի մակարդակ, դե երազներում կարան գիտակից լնեն, դեր ուղերը փոխեն, ու տենց հիմա հատուկ ծառայությունների Причем երազի մեջ շատերը կարում են դա կառավարել, կարում են մտել, մարդիկ կան ընդունակ տենց ընդունակություններ ունեն, կարում են դա անեն, ու տենց խնդիր չի, եթե դու գիտակ երազում, որ գիտակցեցիր, որ դու երազում ես գտնվում, այսինքն որ հասկացար, որ դու քնած ես ու երազում ես գտնում, այդտեղ ու սկսում ես գործել որպես երազում։ Հիմա ու ազատ կարես ու դա կարում են անեն։ Դու զարգացնում են եւ դա հիմա հաջորդ մակարդակը, երբ որ դու կարում ես ավելի խորը պլան գնաս, հոգում հասկանաս, որ դու հոգու պլանում ես։ Հետ ո՞րն է։ Դա դրանք ոնց որ սրբերն են հասնում, որ մենք ասում ենք սուրբ, մենք հասկանում ենք ինչ որ արտաքին առաքինի ապրելու մեջ չի գտնվում, այլ իր գիտակցության խորը մասում ինքնագիտակից լնելու մասին այդտեղ, որը արտաքին հանգամանքները պետք է հաղթարի որ լինի, որտեղ արտաքին մեր ասած մեղքերը եթե չի հաղթանում, իրանք խոչընդոտ են, որ գնանք խորը։ Այդ ովքեր են բանդոնիկան, յոգերը, լամաները, ասենք Տիբեթում բան, որտեղի չի, կարող դա ապրի Հայաստանում էլ, եթե անու ասենք թե հիմա ասենք նարեկացի հոգևոր կյանքով ապրող մարդիկ, ովքեր մաքուր հոգևոր պլանում են իրենց կենսագործունեությունը, հա, իրանց էգոիզմի դեմ, հաղթարում են էգոիզմը, որը էգոիզմը այս նյութական պլանի կապանքներն է, որ կարող է հաղթարվել ավելի գնալ խորը պլաններ ու գիտակից լնել։ Ուղղակի նկարագրությունը մի քիչ ուրիշ տեսակ է կրոնական, որտեղ տենց չեն ունեք նարեկացին շատ հնարավոր է որ տենց կարացել է այդ երևույթն է տեղից ինչ որ բաներ ա բեր։ Հիմա այդ հոգու պլան որ կարանա գիտակից լնել, ու ուրիշ տեսով արևելքում ասեն պայծառացած մարդ ասենք, նո կարա Քրիստոսն էլ այդ ման տենց էակ էլ հիմա աստվածային ասենք, բայց որ նկարագրենք հիմա ինչ տենց էակ Բուդդան էլ ասենք, Պլատոնն էլ եւ այլն Կոնֆուցին, Լաոցին եւ այլն Զրադաշտը ասենք թե Հայկ Նահապետը որ մենք գովում ենք ինքը մենակ ինչ որ ռազմիկ չի եղել մի քիչ ուրիշ բան այդ պլանում հոգու պլանում ինքը որ փոփոխություն անես ոնց որ այդ երազների պլան փոփոխությունի դուք կհասկանաս որ դու ես տեղը որ փոփոխություն ես այդ անցյալի բոլոր հետքերը կարած ջնջես ուրիշ բան սարքես անցյալը կարած փոփոխես, նաև ապագան կարած փոփոխես։ Ուղղակի դա դե համարյա աստված մեր ընկալմամբ արդեն կլինի ինչ որ աստված չէ, որ կարող է անցյալ, ապագա ղեկավարել։ Ուղղակի մենք դա բնության մեր մեջ տրված է այդ հնարավորությունը, ոնց որ քվանտային ֆիզիկան քարմանյութական բանը դա բացատրի, ոնց է լինում։ Այդտեղ ինքը մեծ ժամանակ տարածությունից դուրս է գալիս, որ մենք հնարավորություն ունի մեր հոգին ժամանակ տարածությունից դուրս է գոյը, մեր ընկալումները ստեղ շատ սահմանափակ են նյութական, չեն կարող ընկալ, դե քվանտային ֆիզիկան սկսում է դրան գալ, ու արդեն շատ փորձեր, բաներ բերում է, այդ մեր հոգու, հիմա ես չեմ ասում քվանտային ֆիզիկան հոգին է նկարագրում, բայց բերում է, որ դա հնարավոր է, որ դա տենց է։ Այսինքն ստացվում է զուգահեռ աշխարհներ կան։ Բազմաթիվ ու մեր դուք նույնիսկ այն զուգահեռ աշխարհներում էլի արտակներ կան, որտեղ տարբեր հիմա դուք ընտրում եք այս վերսիան արտակի, որտեղ ստեղ եք ապրում։ Այդ որ գնում է հոգու պլան, որ փոխում է, դուք կարաք վերսիան փոխեք, բերեք ստեղ։ Այն մյուս վերսիան ուրիշ պլանում է ապրում։ Իհարկե մի քիչ հեքիաթային է թվում, բայց իրականությունն է կա։ Որ ձեր վերսիան հիմա այս վերսիան եք դուք ընտրել, ձեր համապատասխան։ Ես եմ ընտրել։ Դե ուրիշը չի ընտրել։ Ես ասելով Իմ ընտրությունն է լինել այսպեսին։ Ես ասելով հասկանանք, որ ձեր հոգին է ընտրել այս վերսիան։ Ուրիշ վերսիան ուրիշ պլանում է ընտրել։ Հիմա այս վերսիան որ կա արտակի, որ հիմա գոյունի, որտեղ դուք կին ունեք, երեխաներ ունեք, բանտես կինոներ այդքան չէ, հոլիվուդյան ուրիշ վերսիա ընտրում, ուրիշ տեղ մի հատ ուրիշ կին ունի, երեխաներ ուրիշ ունի, ստեղ ուրիշ ունի, հիմա այնտեղ կա ուրիշ կին ունեք, ուրիշ երեխաներ եւ այլն։ Հիմա այս գուցե հայել չի, չէ։
գուցե հայել չի, ես չգիտեմ, հիմա դե ուրիշ վերսիա է դա։ Բա իմանամ ինչ լեզվով է իմ մյուս վերսիան, դիմեմ տեսնեմ, podcast-ը դու հանդիպում ես քո հետ։ Բայց ուղղակի ինձ որ դուք այն արդեն ուրիշ աշխարհ է, այս ուրիշ աշխարհ է դրա համար իրար չեն նույն աշխարհում չեք։ Նույն աշխարհում չեք։ Դրա համար այդ երկու վերսիան նույնիսկ հոլիվուդյան կինոնում իրար չեն կարող հանդիպեն։ Պարոն Օրեգյան, իսկ հնարավոր է որ նույն այս որտեղ սա հետաքրքիր է, էլի իմ այսպես ասած նույն վերսիան, չգիտեմ, այլ ցիվիլիզացիայի մեջ, այլ մոլորակային է ենթադրենք։ Սենց ասեմ։ ասեմ։ Թե պետք է անպայման անցյալ լինի։ Չի անցյալ չի, բայց մյուս վերսիան էլի արտակի մակարդակ ունի։ Մակարդակը չի ուրիշ չի, այսինքն դեռ անձրևավոր չեք մի վերսիայում ինչ-որ ասված, չէ, այդ բոլոր վերսիաներում էլի արտակի մակարդակ։ Նույն հոգին է։ Մոտարապես ասած տարբեր պլաններում ձեր գոյը կա, նույն մակարդակի է։ Մի քիչ կտարա տարբերվի, ոնց որ երազում դուք շատ չեք տարբերվում այս արտակից։ Կա տարբերություն, բայց շատ չի տարբերությունը։ Ֆանտաստիկ չի, այնտեղ երազում, չգիտեմ, ձեզ կամ ֆանտաստիկ 20 տարեկան երկար մազերով մաչո չեմ, էլի։ Նու դա ընդունակություններն շատ չեն տարբերվում։ Հասկացա։ Այսինքն տենց չի, որ այն վերսիայում դուք ֆանտաստիկ հանճարեղ միատեյակ եք, այս վերսիայում նույն պետք է իրար ինչ որ նույն ռեզոնանսային մակարդակում գտնվեն։ Հասկացա։ Այս զուգահեռ աշխարհները չափազանց հետաքրքիր է ու իսկապես ոնց որ երբեմն դրան առնչվում ես։ Մեկ նայեք, գալիս են երազնումներում հուշումներ, երազների մասին։ Իսկ երազների մեջ այդ ինչքան բան կա թաքնված։ Որտեղ հուշումները, որ ինչ որ մի հատ ապրում եք անում, մարդիկ ասում են իրանք կանխագուշակեցին, որ հեսա ինչա լինելու, իրանք ուղղակի ուրիշ վերսիա, իրանց ուրիշ վերսիայի այդ ապրումը իրար վրա փոխազդում են, որտեղ էլի նույն հոգու արտադրությունն է, դեռ չիմանանք, որ իրանք շատ անկախ են վերսիան, դրա համար ասեցի նույն պիտի ռեզոնանս լինի։ Այդ մի վերսիայում տեսնում է ինչա լինում, ինքը կարա պրոյեկտ լինի, այդ վերսիան ստեղ գա, դրա համար ինքը կարող է կանխագուշակի, որտեղ այն վերսիայով ինքը արդեն էդի ապրել է, որ ստեղ ինչա լինելու երազներում գալիս չէ, ինչ որ կա հագուշակում, որ ինչ որ դեպքերի, որ ինչա լինելու այդ վերսիան։ Ես մտածում հիմա հայ ժողովրդի վերսիաներից ասել, տենց կան մարդիկ, որ ընդունակությունները կիսվելենից այդ այս ժողովրդում տենց վերսիաները տենց շատ լավ լուսավոր չեն։ Վայ։ Պետք է հստակ վերենք։ Այն որ ինձ նկարագրել են, դե մի վերսիայով, որտեղ ոնց որ դե Թուրքիան եւ Ադրբեջանը գալիս են սենց դառնում ենք մենք մի երկիր։ Երկրորդ վերսիայում որ բաներ, որ Հայաստանում գալու է մի լուսավորիակ, քանի իր գոյը կա այս մեր պլանում, ֆիզիկական մարմնում, իհարկե այդպես մարդիկ չեն ընկալելու իրան, իր ազդեցությունը բերել է նրան, որ այդ մի վերսիայի երևույթը տեղի չունենա։ Եթե իրան կարանան մարդիկ ընկալեն ու շարունակեն այդ գաղափարները, Հայաստանը ուրիշ կդառնա։ Եթե իր գոյից հետո էլի կորի ամեն ինչ, էլի այդ հին վերսիան կգա։ Այսինքն իր դաշտով ինքը պահում է, որ այդ երևույթները տեղի չունենան։ Այդ էակի դաշտով։ Այդ մարդա, բայց դե էակ ասենք, որտեղ անհայտ մարդ է, այդտենց մենք չենք կարող հասկանանք ինքը ինչ դեր ունի, մի հատ տենց սրբերի կյանքում էլ տենց պատմություններ կա, մի հատ սուրբի մասին է, որը մեծ եկեղեցական համալում ընդհանրապես պահակ էր աշխատում, ու այդ համալի ոնց որ գլխավոր եպիսկոպոսը ասեմ, մի անգամ երազ է տեսնում, որ մաս թագավորություն տեսնում է, նո Քերոպի պատմություն, այդ Քերոպը ընդեղ է գտնվում, ու ասում է, այս ինչ գործ ունես այդտեղ, դե ասում է, ես տեղի ապրող եմ, էլի, ու իրան այդ Քերոպը 3 հատ խնձոր է տալիս, ու ինքը որ զարթում այդ խնձորները բուրմունք ենքան ուժեղ, ասանք բանում այդ խնձորների հոտը ընկնում շատ ուժեղ, ինքն էլ դրանից է զարթնում, ու այն զարթում ասում է Քերոպին կանչեք ստեղ, հենց գնում են նամակ է գրել, որ ինձ բացահայտեցիք, ես գնացի։
ու այդ ոնց որ այդ համալիրի հոգևոր վերելք տանող այդ պահակ քերոպներ, իսկ ընդ մի քանի հազարանոց, իսկական ռեալ պատմություն են պատմում, հազարանոց մեծ եկեղեցական համալիր ա եղել, էլի, ու մարդիկ չեն իմացել, հիմա ստեղ Հայաստանում էլ պարտադի չի ինչ-որ մեկ կառավարության մեջ լինի կամ բան, կամ համեստ մի հատ ինչ-որ կին կամ տղամարդա, որի ազդեցությունը մեր վրա վերափոխում է, հենց ինքը նյութական պլանը փոխի, եթե իր գաղափարները կարողանա, ինքը Հայաստանը բարեկավաճման ավելի կգնա, եթե չէ, էլի են վերսիան կլինի։ Ու դա ինչ-որ երազների կանխագուշակում է, ես ասում, ինչ-որ մի հատ կանցել է, ընդհանրապես կանխագուշակում է։ Այսինքն անհատի էլի մակարդակով է տեղի ունենալու մեր երկրի կամ այսօրվա ստեղծված իրավիճակի կամ վերելքը կամ ճիշտ հակառակը։ Դե անհատները մեծ դեր ունեն, մենք նկատում ենք, չէ, որ անհատից է շատ բան կախված։ Դե միշտ էլ անհատն է կերտել պատմությունը։ Դե դա պիտի հստակ հասկանանք, որ շատ մեծ դեր ունի անհատը։ Ասենք հիմա Ուկրաինա ու Ռուսաստան պատերը անհատից է կախված։ Մեր երկրին էլ շատ բաներ անհատից է կախված։ Պետք է չմտածենք։ Իհարկե մենք երկրի ղեկավարը մենակ չի, դա կարող է այդ անհատը չերևացող տեղ լինի։ Նույնիսկ կարան ինչ-որ անհատներ, նո հիմա ասում են երկիրը ղեկավարում են ինչ-որ տեղից, որոնք ոչ մի երկրի ղեկավար չեն, բայց իրանք ոնց որ թաքուն ղեկավարում են երկրի բոլոր իրավիճակը, պետությունները, որոնք ոչ մեկ չգիտեն ովքեր են։ Ну, տենց ասեմ, բայց նաև կան մասոններ, կոմիտետրիստը եւ այլն, գաղափարներ, որոնց լսում են։ Ու ասենք օրինակ, ինչի այդ կոവിഡ്ի գաղափարը եղավ, տենց մասսիվ երկիրը տարածվեց, բոլորը ենթարկվեցին այդ օրենքներին եւ այլն, ինչի դա տեղը ոնց է։ Ну, որտեվ լավ տեղին տերոր, ինֆոտերոր արեցին, բայց ինչի բոլոր երկրները ենթարկվեցին, չէ։ Կարային ինչ-որ երկիր դիմադրեր, ասես չեմ ուզում տենց ինչ-որ բան, բայց բոլորը ենթարկվեցին դրան։ Ինչ-որ ղեկավարման կենտրոնը մի տեղից էր։ Մի տեղից էր, այո, որտեղ ինչ-որ բաներ որ լինում է, տենց չեն ենթարկվում։ Դե հա, մեծ աֆիորա էր, էլի։ Դե համաճարակ է, բանենք այնա ռիսկ բանը խաղանեց կյանքերի հետ, տեսանք հազա։ Չնայած այդ էլ Աստված գիտի ով է հաշվել, ով գիտե, աֆիորայեր արին բրծան։ Հա, դա որովհետև կարող մահացությունը որ հաշվում են, միջին հաշվով այդքան շատ չէ տարբեր։ Մենք այն ժամանակ կատակ ենք անում լրագրողներով, ասում ենք երկու շաբաթ որ չխոսենք կորոնայից։ Չկմոռանանք որ այդպես բան կա։ Դե պատերազմը մոռացանք, չէ։ Ու միանգամից բրծավ։ Եվրոպաները, երբ որ Ռուսաստան-Ուկրաինան պատերազմ սկսում, իրանք է վերջացրեցին։ Ու վերջացավ։ Միանգամից այդ կտրուկ վերջացավ։ Իդեպ շատ հետաքրքիր էր, ուրեմն այդ ժամանակ, ես գրեթե չեմ խոսել այս մասին, 44 օրյային մոտ 1 ամիս դիրքերում էի, հենց այդ ամենախայտառակ կորոնայի ժամանակ էր։ Ստեղ ամեն քայլափոխեին այդ հիմարագույն բաները, քո մեքենայի մեջ պետքա դնես դիմակ բան, տարբեր եւ այլ այնտեղ կնոջը թե դիմակո պետք է ացնդաբանություն էլի այնտեղ ուրեմն մի ափսեից 10 հոգով մի ափսեի մեջ են բոլորը հիգիենայի կանոնների հետ անեցում են դե նիդա է տվով կրակում են ոչ մեկից մոտ ոչ մի կորոնա այդ բանի մեդիա այդ տերորի եւ մեր ընկալման ներշնչքի հետևանքներ այդքան բան նայկելի եկակ ձեր ընկալման մեջ այդ ընկալումը շատ կարևոր բան է մեր ուղեղի ընկալումից է շատ բան կախված այդ ոնց որ այդ ուղեղի խորքից որ ինչ որ բան փոխենք շատ բան է փոխվել որ հոգի ենք ասում մեր վերաբերմունքը ամեն ինչը sense փոխում է որ հոգու պլանով փոփոխություն տեղ ունենա փոփոխություն շատ կտրուկ է լինելու ուղղակի այս արտաքին պլանով փոփոխությունը ինքը չի ազդում բայց խորքից որ փոփոխվի դա կազդի ասենք մեծ հիմա ինչ որ մեքենայա ծանրակաշ են որ մի քանի 100 տոննանոց լինում են չէ որ բեռ են տանում ինքը ինչ որ արտաքինից շարժեն չենք բայց այնտեղ պոմպա դրա թեթև ղեկը sense պատտվում է դա ոնց որ այդ մեր հոգու պլանից է որ թեթև ինչ որ փոփոխության են կտրուկ փոփոխություն կլինի որ իշքան մենք այդ մեքենան 100 տոննանոց փորձենք շարժել անհնար կլինի արտաքինից բայց ներքինից փոփոխություն տենց է բայց այդ փոփոխությունը ուղեղի պլանը չի էլի ուղեղով չենք կարա փոփոխենք հարցը հենց այդ է որ ուղեղը մեր սահմանափակումներ ունի բավար պլանն է հոգու
հոգու պլանն է, հա։ Դա շատ բարդ է եւ ասում եք, որ եզակիներին է տրված, հա։ Դե եզակիներին եւ դե նաեւ ոնց որ մարդկության հետ որ ասեցի ցիվիլիզացիաներ, բան իրանք ոնց որ ուղղություն են տվել այդ եզակիներին, որ կարա սենց կյանքով ապրես, որ դու փոփոխես դա։ Անդոնիկյան, բայց ճիշտ հակառակը տեսակետ կա, հիմա առանձին թեմա է սա իհարկե, մենք ավարտում ենք, որ այդ ոսկե միլիարդը, հա, ամեն ինչ անում են, որ սպառողական ծառքեն հասարակությունը, մարդկությունը, պատերազմներ իրար ոչնչացնեն, որտեղ երկրագունդը ռեսուրսը չի հեիքում, չնայած սրան էլ հակադիր տարբերակը, որ ասում է 10 քանի էլ ռեսուրս կա։ Հա, ռեսուրս կա մեր մարդիկ, որ ասում են 8 միլիարդ է, դա չի բավարարում, ասում են որ 20 միլիարդ է ծռվում է, չի դիմանում։ Հիմա բա ոնց սա հասկանանք, եթե ձեր ասած տարբերակն է, որ մեզ ուղղորդում են, որպեսզի մենք զարգանանք, իրար չուտենք եւ էվոլյուցիան բաներ լինի, իսկ այս դեպքում ինչ ակնտեմ ուժեր կան։ Նայեք, ինչքան էլ ոնց որ ինչ որ վերևից կա ուղղորդում, ոնց որ ասած ասված ուղղորդում է, բայց մենք նաեւ ազատ կամք ունենք, մենք ենք ընտրում շատ երևույթներ։ Ներքինից էլ կա որոշում կա։ Ինչքանից էլ հիմա օրինակ բերեմ բանտի կյանքը, արտաքինից ինչ որ այդ ղեկավարում են, բայց ներքին կյանք կա, որը ուղղորդում է իրանց անկախ այդ արտաքին ազդեցություններից։ Ինչքան էլ արտաքինից ազդեն խստությունը լինի, մեկը այդ ներքին կյանքի յուրօրինակ ձևով գնում է։ Դենց էլ մեր այս կյանքը, ինչքան էլ շուտ ցիվիլիզացիա մեզ վրա ազդի, Աստված մեզ ինչ էլ ուզենա անի, մենք մենք մեր ուզածը ներքինով անում ենք, հակադրելով արտաքինի չհասկանա որ դա լավ չի։ Ի վերջո մեր հարթության մեջ որոշումներ ինքներս ենք կայացնում։ Մեր ներքին կյանքը կառուցակարգելու։ Այդ ազատ կյանքը ու բարձր ցիվիլիզացիա չի նշանակում բռնություն մեր ազատ կյանքի վրա։ Իրանք բարձր են դրա համար հասկանում որ այդ ազատ կյանքը պետք է ինքնուրույն լինի։ Իրանք կարան մեզ ուղղորդեն, բայց ազատ կյանքին դեմ չգնան։ Պարոն Դոնիկյան, շնորհակալություն։ Ձեր ասած այդ կտրուկ փոփոխությանը կործանում, թե ճիշտ հակառակը վերելք է մարդկության աշխարհի։ Մնաց 7 տարի։ Ինքը երկար չի, էլի։ Մենք ես վստահ եմ 7 տարուց կհանդիպենք ձեզ հետ։ Մինչ այդ իհարկե հաճախ կհանդիպենք, հուսով եմ դուք եք շատ հավանում պարոն Դոնիկյանի խոսքը, մտքերի վերլուծությունը, թեմաները, առաջկայում չափազանց հետաքրքիր հաղորդումներ ենք պլանավորում։ Լավ եղեք, շնորհակալություն այս հաղորդման համար, կհանդիպենք։ Շնորհակալություն։ Սա Life Armenia YouTube-յան ալիքներ, այսօր հյուրընկալել էինք խորագետ, թաքնագետ, փիլիսոփա Արտա Դոնիկյանին։ Շնորհակալ ենք նաև ձեզ հաղորդումը դիտելու, ուշադրության, մեր ալիքին բաժանորդագրվելու համար եւ իհարկե անպայման մեկնաբանություններում գրեք, իսկապես հետաքրքիր է այ վերոհիշալի մասին ձեր դիտարկումները, արդյոք եղել են օրինակ ձեզ այդ բաներ, որի մասին մենք խոսեցինք, երազում այդ հարթության կամ գուցե ինքներդ կառավարել եք ձեր երազները կամ զուգահեռ աշխարհներ կամ սեփական եսը, հա, ձեր այլ վերսիայի հետ եք հանդիպել։ Մի խոսքով հարցերը շատ են, երբեմն ինձ մոտ էլ է դա տենց ինչ որ խճճում առաջացնում, կհանդիպենք, շնորհակալություն։